13,000 պետական գույք տրված է անհատույց օգտագործման։ Ընդհանուրի հանրագումարային մակերեսը հասնում է 9 միլիոն քառակուսի մետրի։ Այս տարածքները տնօրինում են պետական կառույցները անվճար։ Սակայն տարիների ընթացքում պետությունը խնդիրներ է բացահայտել։ Շատ դեպքերում գույքը արդյունավետ չի օգտագործվում, որոշ դեպքերում դրանք տրվում են վարձակալության առանց համապատասխան թույլտվությունների ու հիմքի, քիչ չեն նաև առհասարակ չօգտագործվող գույքերը։ Այս գծիկը բացելու համար կառավարությունը մեխանիզմ է մշակել։ Առաջարկում է անհատույց տրամադրված գույքը պետական կառույցներին վարձակալության տալ։ Միլիարդավոր դրամի ռեսուրս օրենսդրական այս փոփոխության արդյունքում կդառնա տեսանելի, կբարձրանան հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը օրինակ է բերում։ Պայմանական որևէ սենյակի վարձակալման շուկայական արժեքը տարեկան 2.4 միլիոն դրամ է, բայց սենյակը վարձով տրված չէ, այլ շահագործում է որևէ պետական մարմին։ Իսկ ինչ եթե մենք գնանք, եթե տեսնենք, որ մենք ծախսում ենք տարեկան 2.4 միլիոն դրամ այս սենյակի համար եւ մենք որոշենք գնալ ավելի էժան գույք վարձակալել կամ հասկանալ, արդյոք մեզ պետք է որ այս սենյակը լինի Երևանի փոքր կենտրոնում, թե օրինակ կարող է լինել Դավիթաշենում կամ չգիտեմ Աչափնյակ վարչական շրջանում, որտեղ մենք կծախսենք այս սենյակի գործունեության համար, խորհրդակցություններ անցկացնելու, հարցազրույցներ անցկացնելու համար ոչ թե 2.4 միլիոն դրամ տարեկան, այլ օրինակ չգիտեմ 500,000 դրամ տարեկան։ Փաստացի խնայեցինք այդ գումարը, եթե նման որոշում կայացրեցինք, բայց այդ որոշումները կայացնելու համար առաջին հերթին պետք է ունենալ տեսանելիություն այդ ծախսերի փաստացի մակարդակի վերաբերյալ։ Փաստացի մեր երկրում գործող պետական կառույցները, գործադիրն ու օրենսդիրը, կոմիտեները, փակ բաժնետիրական ընկերություններն ու հիմնադրամները, որոնց 100% բաժնետոմսերը պատկանում են կառավարությանը, կրթական ու բժշկական հաստատությունները, կարճ ասած բոլոր պետական մարմինները, որ շահագործում են պետական գույք, ստիպված կլինեն ամեն տարի վարձակալության վճար փոխանցել պետբյուջե։ Վարձավճարը ևս կտա պետությունը ավելացնելով յուրաքանչյուր կառույցի տարեկան բյուջեն։ Այստեղ կարևոր շեշտադրումը գույքի արդյունավետ օգտագործումն է։ Ենթադրենք ինչ-որ մի նախարարություն բյուջետային հայտով իր տարեկան ներկայացնում է, ասում է ես այս շենքի վարձակալության համար պետքա պետգույքի կառավարման կոմիտեին 100 միլիոն դրամ այս տարի վարձավճար վճարեմ, խնդրում եմ բյուջետավորեք այդ ծախսը։ Այդ ծախսը առաջին հերթին իրենք են տեսնում, հասկանում են արդյոք մենք ճիշտ որոշում ենք կայացնում, որ շարունակում ենք այս շենքը զբաղեցնել, եթե սա պետության վրա արժենում է տարեկան 100 միլիոն։ Հետագայում արդեն մյուս փուլով ուղարկում են ֆինանսների նախարարություն իրենց բյուջետային հայտը, ֆինանսների նախարարությունն է եւս մեկ անգամ հնարավորություն ունենալու այդ ծախսի արդյունավետության վրա։ Հետագայում արդեն կառավարությունն է հաստատում այդ բյուջեի նախագիծը, որտեղ ներառված են նաեւ այդ ծախսերը, հետո արդեն ազգային ժողովն է հաստատում այդ բյուջեն։ Արդեն մենք քանի ֆիլտր ավելացրեցինք այս որոշմամբ իրան բերեցինք, արդեն մտցրեցինք մի process-ի մեջ, որտեղ այդ որոշումը, օրինակ այդ շենքի օգտագործման արդեն բազմաթիվ վերլուծությունների, քննարկումների եւ որոշումների արդյունքում է կայացվել։ Պետությունը նոր հեծանիվ չի հորինում, այս մոդելը կիրառվում է աշխարհի շատ երկրներում, նշում է Արմեն Քթոյանը։ Գաղափարը ճիշտ է եւ բոլորը պետք է հասկանան, որ ամեն ինչի համար պետք է վճարել, պնդում է մասնագետը։ Պետական գույքը ինքը եւս ակտիվ է եւ այդ ակտիվը պետք է արդյունավետ կերպով օգտագործվի։ Այո, այդ պետական գույքի մի մաս օգտագործում պետական հիմնարկների աշխատանքի կազմակերպման համար, բայց արդյոք որևէ մեկը հաշվել է, որ այդ ուրեմն հիմնարկի աշխատանքը հենց այդ մակերեսում պետք է լինի եւ ոչ թե ավելի փոքր մակերեսում, հենց այդ հատվածում, ասենք, Երևան քաղաքի, այլ ոչ թե մեկ ուրիշ հատվածում եւ արդյոք որևէ մեկը հաշվել է, թե այդ գույքը այլ եղանակով օգտագործելու պարագայում արդյոք պետությունը հավելյալ եկամուտ չէր ստանա եւ այդ ստացված եկամուտի մի մասն էլ օրինակ տրամադրվեր նույն նախարարության, նույն մակերեսով, ասենք, շինություն վարձակալելու, բայց այլ տեղում։ Վարձավճարները կհաշվարկեն բանաձևով, որը հիմնված կլինի գույքի կադաստրային արժեքի վրա։ Հետագայում փուլ առ փուլ գնահատումները կմոտարկվեն շուկայական արժեքին։ Այս քայլով պետությունը նախ եւ առաջ ցանկանում է հաշվառել իրեն պատկանող գույքը, կարծում է Ամբերդ հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Աշոտ Մարկոսյանը։ Շատ երկրներում այս գործընթացն իրականացվում է առնվազն 10 տարին մեկ պարբերականությամբ, որպեսզի պետությունն իմանա իր սեփականության չափերը, տեղաբաշխումը, վիճակը։ Բնականաբար հասնում է մի պահ, որ պետության որպես իր գույքի սեփականատիրոջ մոտ առաջանում է եղած սեփականություն ճշտումը, ճշգրտումը, հաշվառումը, որովհետև ցանկացած ակտիվի կառավարումը սկսում է հենց հաշվառումից։ Այսինքն, եթե մենք նկատի ունենք, որ վերջի 20 մինչև 25 տարվա կտրվածքով մենք
նաև վարձակալության զգալի տարածքներ ենք տվել։ Այդ ընթացքում եղել են բազմաթիվ փոփոխություններ, ինչպես ավելացումներ, այնպես էլ պակասումներ, եւ որոնք պատշաճ հաշվառու չեն անցել։ Ինչու՞ չէ, չբացառենք նաև, որ առանձին գործարքներ կարող չեն եղել թափանցիկ, իսկ եթե այդ գործարքը լինում է ոչ թափանցիկ, դա ուրեմն կոռուպցիոն ռիսկերի հետ են կապված։ Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարը նշում է, բազմաթիվ գույքեր նախարարություններին է տրամադրվել տասնամյակներ առաջ եւ մինչեւ օրս առնվազն մի մասն արդյունավետ չի օգտագործվում։ Մի քանի շերտով ֆիլտրացումը հնարավորություն կտա գույքը վերադարձնել Պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին եւ դնել տնտեսական ակտիվ շրջանառության մեջ, ապահովելով բյուջեի հավելյալ եկամուտներ։ Դրա արդյունքում այդ գույքերի տնօրինման հետևանքով վարձակալության տրամադրման, օտարման, պետական բյուջեի եկամուտները էականորեն մեծանալու են եւ տնտեսությունն էլ հնարավորություն ունենալու նոր գույքային միավորներ կլանելու եւ դրա հիման վրա արդյունք եւ հարկային եկամուտներ գեներացնելու։ Առնակ Ավետիսյանը վստահեցնում է, մշտադիտարկում, վերլուծություն, փոփոխություններ անելու հնարավորություն Պետգույքի կոմիտեն հիմա էլ ունի եւ իրականացնում է։ Վառ ապացույցը վերջին տարիներին բազմապատկված մուտքերն են բյուջե, թե վարձակալության, թե գույքի օտարման դիմաց։ Սակայն մշտադիտարկումն ու դրանից բխող մյուս գործառույթները ողջ ծավալով իրականացնելը հսկայական ռեսուրսներ են պահանջում, այդ թվում մարդկային ներգրավվածություն։ Իսկ այս պարագայում մենք ինքնաշխատ ձևով աշխատող մեխանիզմ ենք դնում։ Եվ այս դեպքում ոչ միայն մենք ենք այդ վերահսկողությունն իրականացնում, այդ վերահսկողությունը արդեն ամբողջությամբ կախված չի լինում մեր կոմիտեի աշխատանքի որակից, այլ նաև ես նշեցի մի քանի ֆիլտրեր ենք ավելացնում այդ վերահսկողությունը ավելի համակարգային դարձնելու, ավելի ամբողջական դարձնելու, ավելի էֆեկտիվ դարձնելու, ավելի քիչ աշխատատար մարդկային որոշումների այդ ռիսկերը գրեթե չեզոքացնում ենք։ Արմեն Քթոյանն իր կարծիքն է ներկայացնում, թե ինչու Պետգույքի կառավարման կոմիտեն չի գնում տարածքները հետ վերցնելու կամ միանձնյա որոշումներ կայացնելու ճանապարհով։ Այսօր որևէ հիմնարկ շահագրգռված չէ ինքը իր տարածքի մի որևէ մասը հատկացնի։ Ինքնազնական կամ այսպես կազմակերպական մոտիվացիա չունի այդ առումով եւ այն մոդելները, որոնք աշխարհում գործում են եւ արդյունավետ են գործում, դրանց հիմքում հենց տվյալ հիմնարկի շահագրգռվածությունն է։ Ի վերջո այս քայլով հավասար ու մրցակցային պայմաններ են ստեղծվում պետական ու մասնավոր կառույցների համար, պնդում է Քթոյանը։ Եթե չլինի շահագրգռվածությունը, գործընթացը կարող է ձևական բնույթ կրել, կարծում է մասնագետը, քանի որ կառավարությունը պարտավորվում է հատկացնել վարձավճարը գերատեսչություններին, եթե չլինի շահ, գերատեսչությունը կարող է գումարը ստանալ եւ վերադարձնել որպես վարձ, ինչը կբերի ռեֆորմի ձախողման։ Այստեղ շատ կարևոր է թե այդ գումարները, որոնք որ կամ մակերեսները, որոնք ազատվում են, հետո մակերես ազատողը դրանից որոշ օգուտ կունենա, թե չէ։ Օրինակ մարդիկ, եթե պատկերացնեն, որ ավելի այսպես սեղ պայմաններում աշխատել հանգեցնելու է նրան, որ ազատված տարածքը վարձակալության է տրվելու, իրենք նաև դրանից որոշակի մասանումներ կունենան, դա իրենց կմոտիվացնի, հակառակ դեպքում իրենք բնականաբար դա կդիտարկեն որպես աշխատանքային պայմանների վատթարացում։ Ոլորտը համակարգող կառույցի ղեկավարի խոսքով այս բարեփոխումը հիմնականում ազդելու է կրթական ու գիտական ոլորտի վրա, որոնք հսկայական գույքային ռեսուրսների են տիրապետում։ Ավետիսյանը շարունակում է, որոշ կառույցների մոտ այս պահին մտահոգություն կա, որ սա բարեփոխման փոխարեն կարող է բերել վարչական ռեսուրսի մեծ ծախսի, բյուրոկրատիայի։ Մեր խնդիրն է լինելու գաղափարի եւ ընդհանուր մոտեցման հաստատման դեպքում ազգային ժողովի կողմից կառավարության մակարդակում մշակել այնպիսի մեխանիզմներ, այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորինս կփոքրացնեն այդ վարչական ռեսուրսի ծախսը։ Աշոտ Մարկոսյանն էլ կարծում է, որ նախագծի վերաբերյալ դժգոհությունների պատճառ կարող է դառնալ ոչ թափանցիկ գործելավոճը։ Կա չհաշվառված գույք կամ ստվերային գործարքներ, որից այդ կազմակերպությունները կամ կառույցները խուսափում են։ Հիմնականում ամուր դրանք են բարձրացնում։ Իսկ հիմնական դժգոհներից մեկը վերաբերում է դպրոցների, մանկապարտեզների այս հարաբերությունների կարգավորման։ Ակնհայտ է, որ դրանք ոչ առևտրային կազմակերպություններ են, եւ դրանք ըստ էության վարձակալական վճարների մեծությունները ստանալու են պետական բյուջեից, եւ դրանք
ըստ էության այդ նույն գումարները վերադարձնեն պետական կասայից վախենալու բան չկա։ Եթե ազգային ժողովն ընդունի նախագիծը եւ օրենսդրական փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա իրականացումը կարվի փուլային տարբերակով։ 2026 թվականը պետգույքի կառավարման կոմիտեն կօգտագործի ենթաօրենսդրական ակտերը մշակելու եւ հաստատելու վրա։ Նախատեսվում է արդեն բոլոր կառույցների 2027-ի բյուջեում ներառել նաեւ վարձավճարների գումարները։ Արնակ Ավետիսյանը վստահեցնում է, մինչեւ խորհրդարանի հաստատումը պատրաստ են առաջարկներ լսել, փոփոխություններ անել, անհրաժեշտության դեպքում նաեւ հանրային լսումներ կազմակերպել, որ նախագիծը ծառայի իր նպատակին ու բարձրացնի պետական գույքի օգտագործման արդյունավետությունը։ Մուշեղ Իսախանյան, Դավիթ Մաչկալյան, Աշոտ Խաչատրյան եւ Մուշեղ Մանվելյան, Կիրակնորյա լուրեր։